Որտեղ խմել համեղ սուրճ Փարիզում, եթե չենք ուզում օգտվել կլասիկ սրճարաններից եւ ընդհանրապես միգուցե նույնիսկ չենք էլ ուզում որևիցե տեղ նստել, այ ուզում ենք ուղակի վերցնել take away, բայց որ սուրճը լինի համեղ, որակյալ, պատրաստած բարիստայի կողմից եւ անպայման ունենան գեղեցիկ latte art, կապուչինոյի դեպքում կամ լատեի դեպքում։ Հետևաբար ձեզ առաջարկում եմ բաց չթողնեք Noir կոչվող կաֆե շոփերի ցանցը, որովհետեւ այն շատ մեծ է եւ Փարիզի բոլոր անկյուններում կա, այնքան շատ է հասցեները, որ նույնիսկ չեմ կարող գրել, անպայման կգտնեք ամեն հատվածում։ Իդեպ ասեմ, այս ցանցը հենց ինքն է բովում իր սուրճը իր բոլոր կաֆե շոփերի համար։ Կարծում եմ դա որակի նշան է։ Ես պատվիրեցի իմ լատեն, որի մեջ կար 2 շոտ էսպրեսո, ու իդեպ կարողացա փորձել բուսական կաթը, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեմ։ Ու մի հատ խնդրում եմ նայեք այս գեղեցիկ latte art-ը։ Ես երևի թե հենց սրա համար էլ խմում եմ կապուչինո կամ latte, ու շատ համեղ էր պատրաստված, մուսը շատ նուրբ էր, այնպեսին ինչպեսին ես սիրում եմ, եւ սուրճն էլ ընդհանրապես դառնություն չուներ։ Ու չնայած որ ես իրեն շատ հավանեցի եւ այսուհետեւ այն կդասվի իմ ամենասիրելի լատեների շարքում, միևնույն ժամանակ ես իրեն չեմ կարող 10-ից 10 տալ, ես կգնահատեմ 10-ից 8, որովհետեւ կարծում եմ որ գինը շատ բարձր էր։ Ես այս լատեին վճարել էի 6 եվրո 80 սենտիմ եւ այն թանկ է նույնիսկ փարիզյան գների համար, բայց ամեն դեպքում դու տեղն իմացար, եթե ուզում ես համով սուրճ, գիտես որտեղ փորձել։ Իսկ եթե ել ավելի շատ համով հասցեներ ես ուզում, ապա հետևի Ռեջիս, պաչիկներ։